Վարելուց նորից մի հատ հետաքրքիր ուրեմն coin եմ նայում Bonk USDT, չգիտեմ ծանոթ թե չէ, ինքը meme coin է, վերջերս է դուրս եկել, բավականին տատանվող է, կարելի ասել, ու այստեղ ուրեմն տեսեք ցույց տամ մի հետաքրքիր ուրեմն գրաֆիկա, տեսեք այստեղ, սենց որ անում ենք, մոտավորապես, հա, Bonk-ը ինքը բարձրացող ուրեմն միտում ունի, ցույց տամ, մեկ վայրկյան, այստեղ, տեսեք ինչա արել, նախ այստեղ risk-reward ratio-ն մեր եկեք դիտարկենք, սենց ենք անում, որպեսզի հասկանանք ինչքան է ինքը նախ բարձրացել է, այս մակարդակով ենք անում, չենք բարձրանում ավելին, ուրեմն մեկը 5.7-ի risk ratio ունենք, որը որ շատ լավն է, հետևաբար ինքը տեսեք մտել է մեր զոնա, բարձրացել է, ջարդել է, հիմա նորից փորձում է դեպի վերև բարձրանա, այստեղ արդեն 4 ժամանոցով պետք է նայենք, տեսեք ինչա տեղի ունեցել։ Հիշում եք, որ ասում էի smart money ուրեմն լոգիկան որն է, այս տրամաբանությունն է, տեսեք, այստեղ մենք ունեինք stop loss-էր, ունեինք, ճիշտ է, այստեղ նույնպես ունեինք ուրեմն stop loss-էր, որը որ դեռ չի եկել կպել, շատ հավանական է, որ չի էլ գալու կպնի, որովհետև ինքը շատ ներքև է իջել, օրական մակարդակով, այս դիմանց զոնայում ենք, ինքը եկել է հաստատի կպել է այստեղ, մի քիչ մեծ զոնա է, բայց հաստատի եկել է կպել է այստեղ, ու ինչա սպասվում, որ գալու է հեսա այստեղ supply զոնա նույնպես ունենք այստեղ, ինքը Bitcoin-ի հետ նույնպես առնչություն ունի դեպի վերև ներքև, ամենայն դեպս գալիս է բարձրանա այստեղ Bitcoin-ի հետ միասին, բայց տեսեք RSI-ը դեռևս ոչինչ չի ասում, բացի այն, որ այս կետից այս կետի ինքը բարձրացող, այսինքն ճնշումը քիչ է, այսինքն իր ընդհանուր սենտիմենտը ավելի շուտ արդեն դեպի վերև է Bonk-ի, ու հետևաբար այստեղ երբ որ մենք stop hunting ենք կարել դեպի վերև, ինքը իջել է մի հատ տեստավորել այս մակարդակները, մի փոքր ուշ է, կարծում եմ, որ այստեղ մտնենք, բայց ամենայն դեպս պոտենցիալ կա, որ փոքր գրաֆիկայով միգուցե կարողանանք լավ entry ունենանք, լավ entry-ն էլ արդեն կարելի ասել, սենց ինչ որ մի պատկեր պետք է ունենանք, բարձրանա այստեղ, իջնի սենց, ու շարունակի դեպի վերև, ինչ արեցի ես, տեսեք, վերև բարձրացավ, ընկավ, մի քիչ վերև բարձրացավ ու այս այն մակարդակը, երբ որ ինքը ուրեմն այստեղ break of structure տեղի ունենա, հա, այսինքն ստեղ մի հատ փոքր պայքար ալնում, մոմա փակում մի ժամանոց, այստեղից սկսած, լյուբոյ դիմանտ զոնա, որը որ կարա այստեղ ենք գոյանա, մեզ մոտ լինելու է ուրեմն մեծ արքի պոտենցիալ, որովհետև ինքը նենց է դիրքավորվում, հիմա որ էլ խնդիր չի ունենալու, որ ներքև իջնի մի հատ stop hunting անի եւ այլն, stop hunting-ներն ինչը որ պետք է արել է իր spike-երով եւ այլն, ու կարծում եմ, որ այստեղից սկսած, այստեղ ինչ որ լինի, internal structure-ը կոչվում, սա, որովհետև այս փաստացի արդեն դեպի վերև բարձրացել է, իր հաջորդ level-ը լինելու է 0.1567, բայց մինչև այստեղ հասնելը բավականին տեղ ունենք, սա կարծում եմ հետաքրքիր ուրեմն trade setup է, ու զուտ պետք է սպասենք, տեսնենք ինչ է անելու, համենայն դեպս ես շաբաթականով էլ, օրականով էլ, որ սենց նայում եմ, ինքը շատ լավ դիրքավորված է դեպի վերև, տեսեք շաբաթականով նույնպես վերև է բարձրացել, նախորդ շաբաթը վերև է բարձրացել շատ լավ Bitcoin-ին, պես ընկել է մի հատ տեստավորմա, ես հուսով եմ, որ մի հատ նորից ինչ-որ տեստավորեն հին մակարդակներն, ինչը որ նկարել եմ, որից հետո արդեն այս ինչ-որ մի հատ պատկեր եմ պատկերացնում, որից հետո արդեն այո, ինքը կարա շարունակի դեպի վերև բարձրանալ միանշանակ։ Սա եւս մի հատ սիգնալ էր, կիսա ուրեմն supply demand zone-ը, կիսա տեխնիկական, ավելի խորացված ժամանակի ընթացքում ավելի հետաքրքիր տարբերակներ կունենանք, դեռևս այսքանը կխոսենք։